Բարի օր սիրելի ընկերներ, բարի գալուստ իմ ալիք, ձեզ հետ Արմինեն եմ, այսօր խոսելու ենք Մերկուրի հետադարձ շարժման մասին, որը տեղի կունենա ձկներ նշանում 22-ից մինչև 9 աստիճան, այսինքն 22-ից հետ է գնում 9 աստիճան։ Փետրվարի 26-ից Մերկուրին սկսում է հետադարձ շարժվել և այս շրջանը կտևի մինչև մարտի 20-ը։ Անպայման նշեք ձեր օրացույցում այս 3 կարևոր ամսաթվերը՝ փետրվարի 26, մարտի 20 և ապրիլի 9։ Փետրվարի 26-ին դա Մերկուրին սկսում է հետադարձ շարժումը, մարտի 20-ին Մերկուրին նորից սկսում է առաջ շարժվել ու ուղիղ է գնում և ապրիլի 9-ին Մերկուրին ամբողջությամբ դուրս է գալիս հետադարձ շրջանից։ Ինչ է նշանակում հետադարձ շրջան։ Փետրվարի 26-ից Մերկուրին կարծես սկսում է հետ գնալ, նա հետ է շարժվում մինչև մարտի 20-ը։ Մարտի 20-ին նա կանգ է առնում և նորից սկսում առաջ շարժվել, բայց անցնում է նույն աստիճանով, որտեղ որ արդեն եղել էր, այսինքն հետ է գալիս կրկին 22 աստիճան և շարժվում է դեպի էլի առաջ։ Եվ միայն ապրիլի 9-ին Մերկուրին վերջապես ամբողջությամբ ավարտում է այս հետադարձ շարժումը և դուրս է գալիս այդ գոտուց։ Մինչև մարտի 20-ը հետադարձ Մերկուրիի ամենաակտիվ փուլն է, այս ժամանակահատվածում նրա ազդեցությունը ամենաուժեղն է։ Մարտի 20-ից մինչև ապրիլի 9-ը հետադարձ շրջանի ավարտական փուլն է, այսպես ասած պոչը։ Այս ընթացքում ազդեցությունը դեռ կա, բայց արդեն ավելի թույլ է։ Շփոթությունն ու խնդիրները կարող են լինել, բայց ոչ այնքան ուժեղ, որքան իհարկե մինչև մարտի 20-ը։ Չնայած ես մեկ անգամ արդեն դուրս էր եկել հաջորդ օրը իրեմ գնել կենցաղային տեխնիկա, որը երկար ժամանակ, երկար ամիսներ ինքը այդպես մնաց, որովհետև չէր աշխատում։ Դրա համար լավ կլինի սպասեք ապրիլի 9-ից հետո։ Չնայած մարտի 20-ից հետո էլ կարող եք գնել, բայց թող մի փոքր առաջ շարժվի նոր։ Այս շրջանում հաճախ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, օրինակ համակարգիչը կարող է չաշխատել, տեխնիկան կարող է փչանալ կամ ինչ-որ բան կարող է սխալ ուղարկեք։ Նույնիսկ մինչև հետադարձ շրջանի ավարտը, երբ Մերկուրին գտնվում է ձկներ նշանում, արդեն կարող է լինել որոշակի շփոթություններ, սխալներ, մոռացկոտություն, ուշադրության պակաս կամ ինչ-որ բան սխալ ուղղությամբ ուղարկելը։ Իսկ երբ Մերկուրին դառնում է հետադարձ, այդ մշուշոտ և անորոշ վիճակը ավելի է ուժեղանում։ Մերկուրին ձկներին նշանում իրեն այդքան էլ հարմար չի զգում, դրա համար այս շրջանում ավելի շատ կարող են լինել շփոթություններ, բայց ընդհանուր առմամբ ձկները շատ լավ և զգայուն նշան են։ Ես խոսում եմ ոչ թե մարդկանց մասին, այլ էներգիաների, հոգեբանական տիպերի և արխետիպերի մասին։ Այժմ մոլորակը մտնում է հետադարձ փուլ։ Սա մեզ բոլորիս համար նշանակում է վերանայման շրջան։ Հետադարձը միշտ կապված է անցյալին վերադառնալու, հին թեմաները կրկին դիտարկելու և ներսում վերագնահատելու համար։ Ձեզ գնահատելու։ Այս փուլում հատկապես ուժեղանում է ինտուիցիան, քանի որ Մերկուրին ձկների նշանում է, նա այդքան էլ հարմար չէ տրամաբանական մտածողության կամ կարևոր որոշումներ ընդունելու համար։ Փոխարենը սա լավ ժամանակ է ներքին զարգացման, ինքներդ ձեզ լսելու և հին գործերը ավարտելու համար։ Կարող են նորից հայտնվել հին թեմաները, մոռացված խոստումները, թե ուրիշներին, թե ինքներդ ձեզ, որ դուք ինքներդ ձեզ եք խոստում տվել, սա պետք է անեք։ Սա հնարավորություն է դրանք հասկանալու, ուղղելու, նաև փակելու համար, ի վերջո անելու դրանք։ Այս ժամանակահատվածում տրամաբանությունը կարող է մի փոքր խափանվել, արդեն նկատվում է, որ մտածելը դժվարանում է, մտքերը երբեմն խառնվում են և ամեն ինչ այնքան էլ հստակ ու տրամաբանական չի թվում։ Քանի որ Մերկուրին անցել է ձկներ նշան, մտածողությունը դառնում է ավելի ոչ ստանդարտ, երբեմն նույնիսկ ոչ այնքան տրամաբանական, բայց դրա փոխարեն ուժեղանում են այն բաները, երազանքները, ներքին զգացողությունները, ինտուիցիան, հանկարծակի ներշնչումները նույնպես։ Զգայունությունը մեծանում է, ամեն ինչ թվում է ավելի նուրբ ու խոցելի։ Մարդիկ կարող են դառնալ ավելի հուզական, նույնիսկ մի քիչ լացկան, սակայն միաժամանակ ավելանում է կարեկցանքը, հասկանալու ու աջակցելու կարողությունը։ Եկեք հիմա միասին դիտարկենք այս շրջանի հիմնական առանձնահատկությունները,
որովհետև յուրաքանչյուր հետադարձ Մերկուրի ունի ընդհանուր գծեր, բայց քանի որ այն ամեն անգամ անցնում է տարբեր նշաններով, յուրաքանչյուր շրջանը ստանում է իր յուրահատուկ բնույթը, այնպես չի, որ միայն հետ է գնում, սա պետք է չանեք, նա, մարդու ներսն է կարևորը, ինչ է կատարվելու այս շրջանում։ Այս շրջանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն տրամաբանության և արագության մասին չէ, այստեղ ամեն ինչ կարծես դանդաղում է, գործընթացները ձգձգվում են, փոխարենը շեշտը դրվում է ինտուիցիայի վրա, ներքին զգացողությունների, հիշողությունների, անցյալի թեմաների և ավելի նուրբ հոգեվիճակների վրա։ Այս ժամանակ մտքերը կարծես հոսում են պատկերների տեսքով, ինչպես որ ձկներն են սիրում։ Գաղափարները հայտնվում են հանկարծակի, բայց ուշադրությունը հեշտ է շեղվում և կենտրոնանալը դժվարանում է։ Եթե ուզենաք ինչ-որ մի բանի վրա կենտրոնանաք, շատ դժվար կլինի ձեզ համար, որովհետև անընդհատ ինչ-որ կսավառնեք երկնքի մեջ։ Միևնույն ժամանակ ուժեղանում է ներքին զգացողությունը, ոնց որ ինչ-որ նոր մի բան է ավելանում ձեզ մոտ, ակտիվանում։ Մենք ավելի նուրբ կարող ենք զգալ մարդկանց տրամադրությունը, արագ նկատենք նրանց ներքին փոփոխությունները և ավելի շատ մարդը կսկսի լսել իր ներքին ձայնին, որ կասի այ ես այսպես եմ ուզում անել, ուրեմն սա այսպես պետք է լինի, ինչպես որ ձկներն է։ Մերկուրին ձկների նշանում կարող է առաջացնել տեղեկատվական խառնաշփոթ, ինչ որ մեկը կարող է մի բան չասել մինչև վերջ, սխալ արտահայտվել կամ աղավաղել տեղեկությունը։ Արդյունքում միշտ չի, որ հասնում է այնպես, ինչպես որ նախատեսված էր, այսինքն մարդը ճիշտ չի կարողում իր միտքը արտահայտել։ Կարող է ստացվել, որ տեղեկությունը փոխանցվում է շրջանցիկ, բարդ ձևով, ավելի մանրամասներով և վերջում դառնում է անհասկանալի։ Այդպիսի իրավիճակներ հնարավոր են և հուսով եմ այս տեսանյութը կկարողանամ պարզ ու հստակ ներկայացնել, թեև այս շրջանն արդեն սկսվել է։ Հենց ճիշտ ասած ամսի 25-ին եմ սա անում։ Այս շրջանում կարող են վերադառնալ անցյալի թեմաները, հին խոսակցությունները, հին գաղափարները, երբեմն նույնիսկ մարդիկ անցյալից կարող են կրկին հայտնվել ձեր կյանքում, կարող են հիշեցնել իրենց ձեր հին խոստումները, դուք կարող եք հիշեցնել դիմացինին իր խոստումները, չավարտված գործերի մասին կարող են նաև ձեզ հիշեցնել և դուք նույնպես հիշեցնեք։ Միևնույն ժամանակ ուժեղանում է ինտուիցիան, կարող են ակտիվանալ երազները, հայտնվեն ինչ-որ մի իրավիճակ ձեր երազում, որ ոնց որ դա ներքին հուշում լինի, դրանից հետո կարող եք ինչ-որ մի հանկարծակի միտք ունենալ, որը ուզում եք անել, ստեղծել։ Պետք է ուղղակի լսեք ձեզ այդ ժամանակահատվածում։ Շատերի մոտ հնարավոր է առաջանա կենտրոնանալու դժվարություն, մտքերը կարող են խառնվել, դժվար լինի դրանք կարգի բերել։ Ոմանց մոտ կարող է երևալ իդեալականացման միտում, չափազանց լավ պատկերացնել իրավիճակը կամ մարդուն։ Որովհետև ձկներին նաև իշխում է Նեպտունը, իսկ Նեպտունը ևս այդպիսի իրավիճակ է մարդու համար ստեղծում։ Մարդը ուղղակի իդեալականացնում է այն ամենը, ինչը տեսնում է այդ պահին։ Այս ամենի վրա ազդում է նաև Սատուրնի և Նեպտունի միացումը։ Նեպտունը երկար ժամանակ գտնվել էր ձկների նշանում, որտեղ իրեն տանն էր զգում, իհարկե իր տանն էր։ Այժմ նա անցել է Խոյ և այս դիրքում իրեն անհարմար է զգում։ Դրա պատճառով կարող է առաջանալ ավելի շատ շփոթություններ, անորոշություններ և ներքին հակասություններ։ Այդ պատճառով հիմա հատկապես կարևոր է պահպանել սառնասրտություն, չշտապել եզրակացություններ անել և փորձել ավելի իրատեսորեն նայել իրավիճակներին։ Սատուրնը Խոյում հիմա շատ ուժեղ կերպով առաջ է տանում իր դիրքորոշումը, դրա պատճառով այս շրջանը կարող է բարդ լինել, հատկապես ինքնախաբեության, չափազանց իդեալականացնելու և անորոշության թեմաներում։ Կարող է առաջանալ մի տեսակ մշուշում, մառախուղ և դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Մարդիկ կարող են ավելի ուժեղ և հուզական արձագանքել տարբեր իրավիճակների, էմոցիաները կարող են լինել շատ ինտենսիվ։ Բայց հետադարձ Մերկուրին ձկների նշանում ունի նաև դրական կողմեր։ Սա լավ շրջան է խորը վերաիմաստավորման համար։ Ոմանց համար կարող են բացահայտվել գաղտնիքներ կամ նախկինում անհասկանալի բաները հստակ դառնան։ Հնարավոր է ստեղծագործական ներշնչում, նոր գաղափարներ ունենաք։ Ոմանց մոտ կարող են զարգանալ հոգեբանական զգայունությունը, խորը ինտուիցիան կամ նույնիսկ անսովոր ընկալման կարողությունները։
Մյուսների համար կարող է ուժեղանալ հետաքրքրությունը էզոտերիկայի նկատմամբ կամ ցանկությունը արտահայտվելու հենց այդ ոլորտում։ Ոմանց համար այս շրջանը կարող է կապված լինել սոցիալական կարգավիճակի փոփոխության հետ, կարող են լինել խոսակցություններ ամուսնության մասին կամ հակառակը, բաժանման թեմա։ Հնարավոր է նաև զբաղվեք պաշտոնական փաստաթղթերով, տեղեկանքներ, վկայականներ, ինչ-որ հաստատումներ, կնիքներ եւ այլն։ Փաստաթղթերի ձևակերման ժամանակ պետք է շատ ուշադիր լինել, դա անհնար չի անել։ Պարզապես գործընթացը կարող է ձգձգվել եւ հնարավոր են ուղղակի սխալներ։ Դա ընդհանրապես միշտ պետք է ուղղակի հասկանալ, որ այս ժամանակահատվածում եթե հնարավոր է հետաձգել նման իրավիճակներ, այնտեղ կնիկ, ստորագրություն եւ այլն, ապա պետք է ուղղակի հետաձգել։ Կամ պետք է ամեն ինչ կրկնակի ստուգել եւ ուղղակի խոճապի չմատնվել։ Ոմանք կարող են վերադառնալ, ոմանց մոտ իհարկե կարող է վերադառնալ անշարժ գույքի թեման, վաճառք, գնում, վերանայում, եթե նախկինում բանակցություններ եք վարել եւ չեն ստացվել, հիմա հնարավոր է նորից առաջարկ ստանաք եւ վերջապես պայմանավորվեք։ Բայց ամբողջությամբ նոր անշարժ գույք 0-ից գնելը այս շրջանում ցանկալի չէ, որովհետեւ որոշումը կարող է լինել չափազանց զգացմունքային, որովհետեւ Մերկուրին ձկներում է, օրինակ տունը կարող է ձեզ դուր գալ ինչ-որ դեկորացիայի կամ դիզայնի կամ արտաքին տեսքի պատճառով, բայց որոշումը չի լինի ամբողջությամբ տրամաբանական։ Վաճառքի դեպքում էլ պետք է զգույշ լինել, հնարավոր է մտածեք, թե պետք է վաճառել, բայց իրական դա լավագույն լուծումը չլինի։ Այսինքն կարևոր է չշտապել եւ ամեն ինչ լավ մտածել ու ստուգել։ Եվ իհարկե անցնենք նշաններին, ովքեր գիտեն իրենց քարտեզը, ապա նայեք որտեղ է գտնվում ձուկ նշանը, հատկապես 22 վերջին պահը եւ նաեւ 8 աստիճանը։ Հնարավոր է նաեւ ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 2 տների արանքում, ապա նայեք մեկ այն տունը, մեկ մյուս տունը, որովհետեւ ձեզ մոտ, երբ որ ինքը հետ գնա, մտնելու է այն մյուս տուն եւ ձեզ վրա նաեւ ազդելու է, երկու տունը միառժամանակ։ Ովքեր չգիտեն իրենց քարտեզը, բայց գիտեն ասցենդենտը, ապա կարող եք ասցենդենտով նայել։ Եթե ոչ նա գիտեք, ոչ նա, ապա նայեք արևային նշանը։ Դա եւս ձեզ համար շատ կարևոր է, բայց իդեալական է լինում այն դեպքում, երբ որ դուք գիտեք ձեր քարտեզը։